մեր եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները իրականում շատ լավն են, մենք գործընկերային են եւ առանձին հարցերի շուրջ որոշակի մամուլում լարվածությունները, ես այսպես ձևակերպեմ, մամուլում լարվածությունները ավելի հեռու են այն իրականից, որը կա, եւ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ լարվածությունների վերջին օրը կլինի հունիսի 7-ը, հունիսի 8-ին էլի ժողովրդի հաղթանակից հետո ամեն ինչ լինելու է իդեալական եւ ռուսական կողմն էլ է նշել, որ շատ լավ աշխատելու է մեր հետ, դուք գիտեք, դրա մասին ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, այնպես որ ամեն ինչ լավ է լինելու։ Նշում եք, որ մամուլի մոտ է, այդպիսի տպավորություն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են, բայց օրինակ Շոյգուն նշել է, որ Հայաստանի իշխանությունները պղծում են հայրենական մեծ պատերազմում նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակը, մասնավորապես հումանելով այն, որ Զելենսկին հնարավորություն է տրվել Երևանից սպառնալիքներ հնչեցնել, բայց իմ հիմնական հարցը դրան կարող է վերադառնալ, բայց երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեցի օրինակով պետականացնելու են նաև Արարատ ցեմենտի գործարանը, եւ սա այս ամենը ընտրություններից մի քանի շաբաթ առաջ արդյոք դա հակառակ էֆեկտը չի ունենալու հենց ձեզ համար եւ ինչու եք միայն հիմա հիշել, որ Արարատ ցեմենտում ըստ էության ինչ-որ չարաշահումներ են թույլ տրվել։ Հիմա չենք հիշել։ Եւ եթե հիմա չէ, ավելի վաղ է եղել, ինչու եք հիմա չենք հիշել, հիմա է դատախազությունը գտել։ Դատախազությունը գտել է, այսինքն իրավական հիմքերը հիմա են ստեղծվել։ Եվ եթե 2018-ին գտնեինք, 2018-ին ենք անելու, 20-ին, 20-ին, 28-ին գտնեինք, 28-ին ենք գտնել, թե որևէ մեկին թվում է, թե դեռ իր ապօրինի գույքի հետևից, որ դեռ չեն գնացել, բայց դա իրեն երաշխավորում է, որ 28 թվին չեն գնալու, դա իրենք սխալվում են, որովհետև բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք եւ այդտեղ որևէ կոմպրոմիս, որևէ օլիգարխի հետ չի կարող լինել, ինչքան էլ որ ասենք թե լիարժեք համապատասխան որը եղբայր ջան, չի լինել։ Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում է, որ վերադարձվելու է ժողովրդին, այդ ինչ ոնց է լինել, ժողովուրդը երկուզի, որ պահին ուզի գնալու է մտնի Արարատի ցեմենտի գործարան, առանց ինչ-որ բանի վերցնի գնա, մնացած բոլոր դեպքերում ինչ հայտարարել եք, որն է վերադարձը։ Վերադարձը գիտեք, որն է ժողովրդին վերադարձը, օրինակ ԶՊՄԿ-ի 22.5%-ի դեպքում ոչ միայն հարկն է պետությունը, այլ 22.5% շահույթը մտնում է պետական բյուջե, այդ պետական բյուջեի մտած փողով էլ այս ժողովուրդը օրինակ գնում է անվճար առողջապահության ապահովագրություն ստանում։ Գնում է մարդը, որը երբեք 4 միլիոն դրամ փող չի տեսել, երբեք, գնում է, ասում են 4 միլիոն դրամ պետությունը վճարեց ձեր փոխարեն, գնացեք ու 4 միլիոն դրամանոց վիրահատության ենթարկվեք։ Այն նույն մարդը, որը դատապարտված էր մահվան մինչև այդ, որովհետև 4 միլիոն դրամ ուղղակի ոչ գույք ուներ այդ մարդը, ոչ աշխատավարձ ուներ, ոչ էլ իրան կարող էին այդքան վարկ տալ։ Ու այդպես տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետության կառավարությունը փրկել է եւ 100 հազարավորների էլ առաջիկայում է փրկելու։ Այդպես, այնպես ինչպես որ օրինակ 10,000 դրամ պլյուս 10,000 դրամով ուրեմն բարձրացավ կենսաթոշակները եւ այսպես շարունակ, այսինքն այդ դրանից շահույթը կգնա պետական բյուջե ու օրինակ մի հատ էլ 5,000 դրամ կավելացնենք ոչ թե առինջի սարի վրա դղյակ մեկը կսարքի մեջը 3 հատ առյուծ կպահի, այլ օրինակ 667,000 մարդու 5,000 դրամ կենսաթոշակ կտանք։ Այդպես է տեղի ունենալու։ 667,000 կենսաթոշակառու նպաստառուներ։ 667,000 կենսաթոշակառու եւ նպաստառու էլ եմ ասում։ Այսինքն առինջի սարի վրայի դղյակը իր առյուծներով, կվերադառնա ժողովրդին ամեն մեկին 5,000, 3,000 ինչքան որ կլինի, այդպես է տեղի ունենալու։ Իրավապահ մարմինները երևի թե այսօր պատշաճ հաղորդում կանեն, ես կարծում եմ, որ եթե անկախ նրանից ով ուզում է լինի, եթե հայրենիքի նկատմամբ դավաճանություն է որևէ մեկը գործում, այդտեղ ներում բեկում չկա եւ պետք է գնալ մինչեւ վերջ եւ պատժել ամենախիստ ձևով։